Ադրբեջանի երկարամյա պետական գործիչ Գորշ կարդինալ Ռամիզ Մեհդիևի կալանքից հետո որս է սկսվել նրա ենթադրյալ շրջապատի նկատմամբ, սակայն դեռևս քարոզչական մակարդակում։ Լրատվամիջոցները տալիս են նախկին պաշտոնյաների անուններ, օրակարգում պահելով նրանց հնարավոր ձերբակալության հարցը։ Ամենակարկառուն դեմքերից մեկը նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովն է։ Վերջինս հերքել է իր կապը Մեհդիևի հետ, իսկ իր անվան շուրջ շահարկումներ է կապել որոշ մարդկանց փորացավի հետ։ Ես հայտնի մարդ եմ, իմ պաշտոնավարումից անցել է 5 տարի, սակայն դեռևս չեն կարողանում հանդարտվել, ասել է նա։ Լրատվամիջոցները թիրախավորում են նաև պատգամավորների, որոնք համարվում են Մեհդիևի մերձավորներից։ Վերջիններս ստիպված են արդարանալ եւ իրենց անվերապահ ակնածանքը հայտնել Ալիևի քաղաքական գծի նկատմամբ։ Մեհդիևի կալանավորումից օրեր անց ընդդիմադիր հատվածը պնդում է, թե Մեհդիևը ընդամենը քավության օղազ է, իսկ գործողության բուն նպատակը երկրի ներսում քաղաքական իշխանության ամրապնդումն է։ Ըստ այդ կարծիքի, եթե իսկական հեղաշրջման փորձ լիներ, շղթայական ձերբակալությունները իրենց չէին սպասեցնի, սակայն իշխանական թևը ներկայում առնվազն ամրապնդվում է գաղափարական մակարդակում։ Մեհդիևը ներկայացվում է հայրիեորդի Ալիևների դեմ գործած եւ ընդդիմությանը սնած գործչի, որը հանրության մոտ կոտրում էին կարծրատիպը, թե 2003-ին Իլհամ Ալիևի նախագահ դառնալու գործում մեծ էր հենց Մեհդիևի դերը։